Շնորհակալ եմ, որ եկաք տաղավար այս եթերին։ Երևի սկսենք երեկվա օրվանից, օրվա խորհուրդը մայիսի 28-ի մեծանշանակությունը, բայց ինչպես բոլոր տոները, այս տոնը ևս փորձում են պղծել եւ այսպես երեք Սարդարապատում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել եւ իր խոսքում 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք այլևս չունի։ Հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը գտնված է։ Նաև սրանի զուգահեռ ասել է, Խորհրդային Միության գոյության գրեթե ողջ ընթացքում առաջին հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի եւ արտավարանքի առարկա դարձավ։ Ես կխնդրեմ այս հարցից սկսեք, գիտեմ նաև ձեր խոսքում առանձնացրել եք այդ կրթվելը նորաձև է արշավի եւ այդ արշավը նախաձեռնող տիկնոջ կողմից վերջին վիրավորանքներին իրենց քննադատողների հասցեին, հետո արդեն մի քանի հարցեր եւս կմեկնեցին։ Նախ շնորհակալություն հրավերի համար եւ սիրելի հայրենակիցներ, այո, 3 մայիսի 28-ն էր եւ ես շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ եւ ըստ էության ես ուզում եմ հիշեցնել, որ մայիս 28-ը ինքը ոչ միայն Սարդարապատի, Բաշաբարանի կամ Ղարաքիլիսայի ճակատամարտերի հաղթանակի օր է, ինքը շատ մեծ խորհուրդ ունի, որ հայ ժողովուրդը միասնաբար կարող է պայքարել եւ դուրս մղել ներքին եւ արտաքին թշնամիներին իր երկրի տարածքից եւ ունենալ այո պետականություն, հանրապետություն։ Իսկ ինչ վերաբերվում է վարչապետի, Նիկոլ Փաշինյանի Սարդարապատում ելույթին, անկեղծ ասած ես վաղուց է, որ արդեն ասել եմ, այն մտքերը, որ նա հայտնում է հայրենիքի վերաբերյալ, միգուցե ճիշտ են իր համար, որովհետև այստեղ ես լուրջ խնդիր եմ տեսնում, արդյոք որն է Նիկոլ Փաշինյանի հայրենիքը եւ ինչ ի նկատի ունի, որ տարածքն նկատի ունի, ինքը հայրենիք ասելով, արդյոք Հայաստանի Հանրապետությունն է նրա հայրենիքը, թե Ադրբեջանը։ Սա լուրջ խնդիր է եւ եթե երկրորդ տարբերակին եք նայում, ապա իր ասածներն իհարկե ճիշտ են։ Ինչ է նշանակում, որ մենք կորուստներ չունենք եւ ունենք ընդհանրապես ձեռքբերումներ։ Այո, եթե իր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունը չէ այլ, ապա իր համար դա պարզապես Արցախի տարածքների մեզ համար կորուստ, իր համար ձեռքբերում է, որովհետև Ադրբեջանի համար դա ձեռքբերում է։ Եվ ես չգիտեմ ինչքանով է ճիշտ, ինչքանով եմ սխալ, բայց նման մտքերը Սարդարապատի հուշհամալիրում հայտնող անձը փաստացիորեն որտեղ մենք դաշնակցությունը շատ լավ գիտեք, որ 3 մեծ միջոցառում կազմակերպեց հուշհամալիրում Սարդարապատի, մենք ունեցանք 40-ից ավելի նորագիրներ, երիտասարդներ, ովքեր անդամակցեցին մեր կուսակցությանը, երթում տվեցին հենց Սարդարապատում եւ երթում տվեցին երկրի պաշտպան կանգնելու, զինվորագրվելու, երկրի համար իրենց թեկուզ կյանքը նվիրաբերելու եւ դաշնակցության անդամագրվելու հարցում եւ ըստ էության այնտեղ նաեւ տեղի բնակիչներից ինֆորմացիա ստացվեց, որ իրականում Նիկոլ Փաշինյանը հուշհամալիր եկել էր ընդամենը 24 ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ եւ 3 անձով այստեղ կանգնած իրենք իրենց ելույթը ունեցել են եւ գնացել են որևէ քաղաքացի այնտեղ ներկա չի եղել, որևէ Սարդարապատցի, առավել ես չգիտեմ ինչքանով դա ճիշտ տեղեկատվություն է, միգուցե սխալ է իմ տեղեկատվությունը, բայց ամեն դեպքում լրատվամիջոցներում ես որևէ այլ տեղեկատվություն, այլ նկարներ, այլ կադրեր չտեսա, բացի այդ 3 անձի Սարդարապատի հուշհամալիրում կանգնած ելույթից եւ այլն։ Իսկ տեղի բնակիչները նման տեղեկատվություն հայտնեցին, ասա ուղղակի իմիջայլոց փակագծերի մեջ։ Հիմա ինչ վերաբերվում է իր այդ երեկվա ելույթին եւ ես ավելի շուտ կուզենայի անդրադառնալ նաեւ այդ ելույթին միավորել, ավելացնել եւ խոսել Երևանյան երկխոսություն ֆորումում այդ մարդու, այդ անձի ելույթի մասին, որտեղ նա նորից խոսում է Հայաստանի Հանրապետության ձեռքբերումների մասին եւ նա նորից խոսում է, կարեւորում է խաղաղության օրակարգը, ըստ որի հնչեցնում է հետեւյալ միտքը, որ իրենք պատրաստ են, այս իշխանությունը, օրվա իշխանությունը պատրաստ է ամեն գնով ստորագրելու խաղաղության համաձայնագիր փաստաթուղթը եւ եթե հանկարծ նրանք խոստացել են Ադրբեջան
Ադրբեջանին, դա իրենց խոստումներն են, իրենց մտքերն են, ես ինքս կողմից չեմ ասում, որ իրենք պատրաստ են համաձայնագիրը ստորագրելու եւ եթե հանկարծ սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի այդ համաձայնագրի բովանդակությունը, ապա իրենք կնախաձեռնեն հանրաքվե, կնախաձեռնեն սահմանադրության փոփոխություն, այսինքն նրանք ամեն ինչի պատրաստ են միայն թե այդ խաղաղության համաձայնագիր փաստաթուղթը ստանան որպես հաղթաթուղթ, որովհետև իրենք առաջիկա ընտրությունների ժամանակ ոչ մի ուրիշ փաստաթուղթ, հաղթաթուղթ չունեն հանրության առաջ հանդես գալու։ Եվ դեռ ավելին նրանք հայտարարել են ինքը եւ ոչ միայն ինքը, նաեւ ազգային ժողովի նախագահ, նրանք հայտարարել են, որ պատրաստ են Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու, այդ թվում նաև Ադրբեջանի ղեկավար Ալիևի այն պահանջը, որով հստակեցվում է հետևյալ ձևակերպումը 300,000 ադրբեջանցիներ պետք է վերաբնակեցվեն Հայաստանի տարածքում եւ դեռ ավելին ոչ միայն պետք է վերաբնակեցվեն, այլ Ալիևը պահանջում է նրանց ԶԼՄ-ները անընդհատ խոսում են այդ մասին, հեռուստաընկերությունները, տարբեր ղեկավար պաշտոնյաներ, որ ոչ միայն պետք է վերաբնակեցվեն, այլ սահմանադրության փոփոխության արդյունքում պետք է մեր սահմանադրությունը երաշխավորի նրանց անվտանգությունը եւ դեռ ավելին այդ անվտանգությունը ապահովելու համար պետք է Հայաստանի տարածքում տեղաբաշխվեն զինվորական ուժեր, զորամասեր, այն երկրի զորամասերը, զինվորական ուժեր, որոնց նկատմամբ Ադրբեջանը վստահություն ունի։ Պարզ է, չէ, երևի ենթադրելի է, չէ, երևի թե որ երկրի մասին է խոսքը։ Ինձ թվում է դա Թուրքիայի զինված ուժերի արկայության մասին է Հայաստանի տարածքում, որովհետև Թուրքիայի զինված ուժերի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն վստահություն եւ նրանք պահանջում են ադրբեջանցիների 300,000 վերաբնակեցվող ադրբեջանցիների անվտանգությունը պահելու համար պետք է լինի երրորդ երկրի զինված ուժի արկայություն, որին վստահում է Ադրբեջանը եւ իրենք պատրաստ են այդ 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման թեզին եւ դրա մասին արդեն բարձրաձայնեց նաեւ ազգային ժողովի նախագահը, ասեց այո, նրանք պետք է վերաբնակեցվեն եւ դեռ ավելին, հենց համաձայնագիրը ստորագրվի ուղիղ 5 օր թե 5 րոպե հետո, հայերը կգնան ադրբեջանական տարածք եւ հակառակը եւ կսկսվի առևտուր։ Միգուցե իրենց համար ամենակարևորը այդ առևտուրն է, որով մինչև հիմա զբաղվում են երկի տարածքը երևի հանել էին աճուրդի, երևի հանել էին առուվաճառքի եւ այդ համաձայնագիրը իրենց առուվաճառքի փաստաթղթի ամրագրումն է, իրենց առուվաճառքի պայմանագրի ամրագրումն է, իրենց համար կարևորը փաստացիորեն առևտուրն է, ոչ հողը, ոչ հայրենիքը, ոչ պետականությունը, ոչ ինքնիշխանությունը, այլ առևտուրը եւ այդ առևտրում ով ինչքան կշահի, ով ինչքան կստանա եւ եթե այդպես է իրեն էլ մնում է ընդհանրապես տեղափոխվի Բաքու եւ այնտեղ ապրի։ Իսկ ինչ մնում է 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցմանը, սիրելի հայրենակիցներ, նաեւ հատկապես սիրելի հայելի ունկնդիրներ, ես վաղուց եմ արդեն այդ մասին բարձրաձայնել եւ երևի շատերը նույնիսկ չէիք այդպես չէիք ընդունում իմ ասացի ճշմարտացիությունը, 100%-ով մտածելով, որ միգուցե ես ողջամիտ կասկածներ եմ ուղակի հայտնում, բայց ես արդեն ասել էի, որ 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը իրապես լուրջ խնդիր է դառնալու մեր երկրի համար։ Հիշում եք, ես խոսում էի մարզերը իրենց քաղաքականության, առողջապահության ոլորտում, կրթության ոլորտում իրենց տարված քաղաքականության արդյունքում դատարկվելու եւ դրանցում 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցնելու մասին։ 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցնելու մասին Ալիևի պահանջից շատ կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ԿՊ գաղափարախոսությունը, հիշեք, ԿՊ գաղափարախոսությունը թեզեր, որտեղ 14 թեզեր, 14 դրույթներ եւ դա այն ԿՊ-ն էր, որը 7 տարի իրենց իշխանության օրոք անընդհատ հայտարարում էր, որ իրենք իզմեր չունեն եւ հանկարծ Ալիևի հայտարարությունից 300,000-ի վերադարձի պահանջից հետո հանկարծ պարզեց, որ իրենք իզմի կարիք ունեն եւ իզմը ձևակերպեցին եւ իրենց իզմի մեջ նիկոլիզմի երկրորդ
դրույթը ձևակերպվում է հետևյալ կերպ, որն է երկրորդ դրույթը, որ այդ երկրորդ դրույթով նրանք հակադրության մեջ են դնում, ոչ թե հակադրության մեջ են դնում, այլ ուղղակի ասում են ազգը դա ինքնությունը հաստատող մի գաղափարախոսություն է, մի գաղափար է, ազգը քաղաքական իրավություն չի ենթադրում, իսկ այ ժողովուրդը դա քաղաքական իրավություն ենթադրող մի կարգավիճակ է եւ ժողովուրդը դա ոչ միայն հայ ժողովուրդն է, որ ապրում է Հայաստանում, այլ յուրաքանչյուր քաղաքացի, թեկուզ այլ ազգի, որ ապրում է Հայաստանում։ Եվ դեռ ավելին նրանք ասում են, որ ժողովուրդը իրականում իշխանության կրողն է, ժողովուրդը իրականում իշխանություն ստեղծողն է, ժողովուրդը իրականում փաստացիորեն այն ուժն է, որը կձևավորի իշխանություն եւ կդառնա պետականության տերը։ Հիմա եկեք միավորենք այս պահանջը 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցում եւ դա որպես քաղաքացի գրանցում եւ հաջորդ ձևակերպումը, որ ժողովուրդը դա այն քաղաքացին է, ով ապրում է Հայաստանում եւ ապրելով Հայաստանում դառնում է Հայաստանի տերը։ Ովքեր որ կփորձեն ինձ հակադարձել, ես ուղղակի կառաջարկեմ մի վարժություն անել։ Փորձեք հաշվել ինքներդ ձեր մեջ 300,000 ադրբեջանցին, ովքեր արդեն դիմում են ներկայացրել Ալիևի ասածով, ըստ համաձայն Ալիևի հայտարարության, արդեն դիմում են ներկայացրել Հայաստանի իշխանություններին իրենց վերաբնակեցման հարցով։ Այդ 300,000 ադրբեջանցիները, իրենց սերունդները, հաշվեք քանի տարի հետո իրենց աճման այս տեմպերով եւ մեր ժողովրդագրության ծնելիության այս մակարդակի տեմպերով, քանի տարի է նրանց պետք, որպեսզի իրենք դառնան ընտրողների ցուցակում կրիտիկական զանգվածը, որոշիչը։ Շատ կարճ ժամանակահատված է պետք։ Այսինքն ստացվում է, որ շատ կարճ ժամանակահատվածում 300,000 վերաբնակեցվող ադրբեջանցիներ իրենց սերունդներով կարող են դառնալ ընտրություններում ասողը, այսպես ասած, էական, կրիտիկական զանգվածը եւ ընտրությունների արդյունքները որոշողը։ Բա այլ երկիրը հանձնելը թուրք-ադրբեջանական տանդեմին ո՞նց է լինում։ Սրանից լավ խաղաղ ճանապարհով երկիրը թուրք-ադրբեջանականին տանդեմին հանձնել ուրիշ կերպ ոնց եք պատկերացնում։ Եվ երբ այս 300,000 ադրբեջանցիների մուտքի մասին, իհարկե ոչ այդպես ուղիղ, նաև դա հավաստող մի ուրիշ ելույթ ունեցավ Արսեն Թորոսյանը, տեսեք նա ինչ ասեց, նա իր ելույթում խիստ կարևորեց ժողովրդագրության հարցի լուծումը Հայաստանում եւ ասեց Հայաստանում ժողովրդագրության հիմնահարցը կարող է լուծվել, լսեք ուշադիր, միայն ներգաղթի միջոցով։ Մեզ պետք է շատ ժողովուրդ, մեզ պետք է շատ քաղաքացի, ովքեր պետք է աշխատեն մեր տնտեսության մեջ, մեր երկրին պետք են շատ մարդիկ եւ իհարկե այդ շատ մարդիկ բոլորը չէ որ պետք է լինեն հայեր, բոլորը չէ որ կարող են լինել հայեր, իհարկե կարող են լինել նաև հայեր, բայց որոնք կգան ոչ բարեկարգ երկրներից եւ հետեւաբար պետք է ներգաղթվեն նաև այլ ազգի ներկայացուցիչները եւ դրանով իրենք փորձում են լուծել ժողովրդագրության հարցը։ Պարոն Թորոսյան, իսկ ժողովրդագրության հարցի լուծման միայն մի ճանապարհ եք տեսնում ներգաղթի ապահովումը, բայց չէ որ ժողովրդագրության հարցի լուծման համար պետությունը շատ ավելի լուրջ խնդիրներ ունի իրականացնելու։ Առաջին հերթին պետք է ծնելիության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատի։ Առաջին հերթին պետք է արտագաղթի մակարդակի, արտագաղթի տեմպերի նվազեցման մասին մտածի։ Առաջին հերթին մահացության մակարդակի բարձր տեմպերի իջեցման մասին մտածի։ Հետո նոր ներգաղթ ապահովելու եւ այն էլ այլ ազգիների միջոցով։ Իսկ կարող է ասեք նաև այդ որ ազգի ներկայացուցիչների ներգաղթն եք դուք ավելի շատ խրախուսում, թե հենց 300,000 ադրբեջանցիներ ձևակերպումը բախեցակ արտահայտել, հենց դրա մասին եք դուք խոսում, ըստ էության, ես ողջամիտ կասկած կարող եմ ունենալ, որ դուք խոսում եք հենց այդ 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման Ալիևի պահանջի մասին,
Հակառակ պարագայում ինչու հենց այդ պահին, երբ Ալիևը պահանջեց, դուք նիկոլիզմ գաղափարախոսությունը ձևակերպեցիք այս թեզով եւ դրանից հետո դուք սկսեցիք խոսել ժողովրդագրության հիմնախնդիրների մասին։ Մինչ այդ բան ինչի չէիք խոսում, եւ եթե չէիք խոսում, հիմա ինչու եք միայն ներգաղթի մասին խոսում, մահացության մակարդակի մասին, տեմպերի իջեցման մասին ինչու չեք խոսում, թե դա ձեզ ձեռք չի տալիս, թե ձեր իշխանության օրոք մենք ամենաշատ մահերն ենք ունեցել, ամենաշատ զոհերն եք ունեցել պատերազմում, կորոնավիրուսի շրջանում, թե դրա մասին դուք չեք ուզում խոսել, որովհետև դա ձեռք չի տալիս ձեզ, եւ ժողովրդագրության հարցը հանկարծ որոշում եք լուծել ներգաղթով եւ այն էլ 300,000 ադրբեջանցիների։ Եկեք անկեղծ խոսեք, հա, բոլորովին պետք չէ մարդկանց չհասկացողի կամ մարդկանց չվերլուծողի, վերլուծական մտածողություն չունեցողի տեղ դնել։ Եթե դուք նման ռիսկը ձեր խոսքի մեջ չեք տեսել, այսինքն դուք չեք տեսել ձեր խոսքի մեջ այն ռիսկը, որ այդ ներգաղթողները կարող են լինել Ալիևի ասած 300,000-ը, ապա դուք ուրեմն դուք այն քաղաքական գործիչը չեք, որը պետք է խոսեր ժողովրդագրության հիմնախնդիրների լուծման մասին, բայց անկեղծ ասած ես չեմ հավատում, որ դուք այդ ռիսկը չէիք կարող էիք չտեսնել, դուք այդ ռիսկը շատ լավ տեսել եք եւ այդ ռիսկը շատ լավ քողարկված փորձում եք ծածկել, կոծկել, որովհետեւ այդ պահին, որ դուք ելույթ եք ունենում, միգուցե պետք չէր, բայց արդեն Ալեն Սիմոնյանը այլևս դա էլ չի կոծկում, դա էլ չի ծածկում եւ հստակ ասում է, որ 300,000 ադրբեջանցիները պետք է գան։ Ես հիմա ուզում եմ հարցնել պարոն Ալեն Սիմոնյան, պարոն Արսեն Թորոսյան, սա է ժողովրդագրության լուծման ձեր տեսած քայլերը, սա ժողովրդագրության հարցի լուծում չէ, սա երկրի ինքնության, մեր ազգի ինքնության ոչնչացումն է, ինչ? Սա երկիրը հանձնելու, սա ազգի ինքնությունը ոչնչացնելու քաղաքականություն է եւ ոչ թե ժողովրդագրության խնդիր լուծելու։ Եվ սա երբ որ Ալիևը պահանջում է ռազմական ուժերի ներկայություն երրորդ երկրի, երբ որ պահանջում է կրթության հատուկ քաղաքականության իրականացում, որը կբավարարի 300,000 ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցվող ադրբեջանցիներին, սա պարզապես հանրության մեջ ինտեգրում չի, սա պարզապես մեր ազգի ինքնության ոչնչացում է։ Իսկ որևէ մեկը, որևէ ձեր պաշտոնյաներից որևէ մեկը չփորձեց խոսել արդեն Հայաստանում գտնվող ադրբեջանցիների մասին, որոնք միգուցե ծածուկ, միգուցե այլ փաստաթղթերով, բայց ներկա են, մենք բոլորս գիտենք, որ շատ ներկա են, եւ որևէ մեկը չփորձեց խոսել այդ արդեն ներկա ադրբեջանցիների կարգավիճակի մասին։ Իսկ պետք չէր արդյոք, որ հատուկ կարգավիճակ ստանան եւ նրանք պետք է նրանց նկատմամբ, այո, ինչ որ հսկողություն իրականացվի եւ եթե պետք է նաեւ իհարկե արտաքսելու մասին խոսվի որևէ կարգավիճակով։ Դուք պարզապես այն իշխանությունն եք, որը պատրաստ է, հա, կուլիսների հետևում այսպես թելերով ղեկավարվող տիկնիկի դերում հանդես գալ, միայն թե դուք շարունակեք մնալ իշխանության մեջ, դուք շարունակեք ունենալ պաշտոն։ Սա է ձեր իրական դեմքը եւ ամենավատ մղձավանջում անգամ, հա, մեր հայ ժողովուրդը, մեր հայ քաղաքացին չէր կարող պատկերացնել, որ իր վստահած այն ուժը, որին վստահելով իշխանության բերեց, նման քայլերի է գնալու ընդդեմ մեր երկրի իշխանության, ընդդեմ մեր ազգի ինքնության։ Դուք այն իշխանությունն եք, որը շատ նրբորեն, շատ հմտորեն ավելի շուտ իրականացնում է թքելու նուրբ արվեստը իրեն վստահած, իր խոստումներին հավատացող ժողովրդի վրա։ Դուք այն իշխանությունն եք, որ Հայաստան եք փորձում ապահովում եք Հայաստան ներգաղթող 300,000 ադրբեջանցիների, ովքեր պետք է Հայաստան գան, ես չեմ վախենում ասել, այո, ովքեր պետք է Հայաստան գան, պետք է գան մեր հող, իրենց զենքով, իրենց դանակներով, իրենց սառը զենքով խախտելու են մեր օրենքն ու մշակույթը, որովհետև այդ մարդիկ արդեն ցեղասպանություն իրականացրած մարդիկ են եւ ես ողջամիտ կասկած ունեմ, որ նրանք ցեղասպանության իրականացման իրենց մտքից չեն հրաժարվել, հիշեք, հա, թուրքն իրենք են ասել, որ աշխարհում պետք է թողնեն մեկ թուրք
եւ այն էլ թանգարանի համար եւ հասնելու եք դուք ձեր այս քաղաքականությամբ նրան, որ իրար մեջ կռիվ եք տալու, թե ով է լինելու այն քպայականը, որը պետք է դառնա թանգարանային այդ նմուշը։ Դուք փաստացիորեն փոխանակ մարդկային մեր հայ ժողովրդի կյանքի որակը բարելավելու փոփոխություններ անեք, դուք նախընտրում եք այդ փոփոխությունները ցեղասպանների մուտքը ապահովելուց։ Դուք խաղաղություն հաստատելու քաղաքականություն չեք իրականացնում։ Սա իրականում սոցիալական ահաբեկչություն է։ Դուք դատարկում եք մարզերը ձեր վարած կրթության ոլորտի, առողջապահության ոլորտի քաղաքականությամբ, որպեսզի տեղապահովեք ներգաղթած, վերաբնակեցվող 300,000 ադրբեջանցիների համար եւ դուք դա չեք կարող հերքել, դուք այլ բան չեք էլ կարող անել, որովհետև դուք այդ քաղաքական կամքը չունեք Ալիևին մերժելու, Ալիևին հակադարձելու եւ եթե ձեր թիմում կան ոմանք, ովքեր իսկապես համաձայն չեն այս ամենի հետ, նրանց քաղաքական կամքը այնպես է պարալիզացրել, որ նրանք չեն էլ համարձակվում բարձրաձայնել այդ ամենի մասին։ Եվ սա է ձեր իրական դեմքը, սա է ձեր իրական տեսակը, եւ դուք պատրաստ եք ձեր իշխանությունը պահելու համար ամեն ինչ անել եւ դրա մասին ամեն օր ձեր տարբեր ելույթներում, տարբեր հարցերի շուրջ ձեր կարծիքներով բարձրաձայնում եք եւ հայ ժողովուրդը այլևս որևէ կասկած չունի, որ դուք պատրաստ եք իշխանությունը պահելու համար, այդ տիկնիկների թելերի հրահանգները կատարելով իշխանություն պահելու համար, գնալ ցեղասպանի մուտք Հայաստան ապահովելուն, գնալ ազգի ինքնության ոչնչացմանը։ Ուզում եմ անդրադառնալ Աննա Հակոբյանի հայտ Քրթվելի նորաձևի արշավի եւ սրան զուգահեռ այն բառապաշարը, որով ինքը վիրավորում է իր քննադատողների, ներողություն եմ խնդրում զուտ հիշեցման կարգով խոտակեր անասուն, ոչի, տխմար, տգետ, էշ, այս որակումները տալով, համեցեք։ Անկեղծ ասած ես ինձ չեմ էլ ուզի թույլ տամ, որ նման կրկնե, նաև ըստ էության այդ բառապաշարը, որ դուք հենց նոր հնչեցրեցիք, այս բառապաշարը ոչ Աննա Հակոբյանը, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը ըստ ինձ հենց այնպես պատահական չեն օգտագործում։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նման մի բառ էր օգտագործել եւ ինչ ասեց եկեղեցիները չուլանացված են։ Նրանց ոչ մի բառ առանց հետին մտքի չի լինում։ Ըստ էության, տեսեք, Աննա Հակոբյանի բառապաշարի նման բառապաշարի օգտագործումը ես դա գնահատում եմ որպես իրենց համար լսարան կորցրած, իրենց լսողների քանակը կորցրած մարդկանց բառապաշար եւ միգուցե նաեւ ըստ էության այս վերջերս ոնց որ թե մենք չենք նկատում, հա, ես անձամբ չեմ զգում, որ հա դոգ երևում է, միգուցե չի երևում, քանի որ նա հնարավորություն չունի, այ դոգի բառապաշարը նախընտրող լսարանին փորձում են իրենցով անել, միգուցե ես չգիտեմ ինչ նպատակ ունեն, բայց որ այս բառապաշարի օգտագործումը ոչ մի անգամ հենց այնպես չի լինում, ես դրանում համոզված եմ։ Առավել եւս, երբ որ այսօր Նիկոլ Փաշինյանը եկեղեցիները համարեց չուլանացված, դա պատահական բառ չէր, նա դրանով փորձեց արդարացնել Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում մեր բոլոր եկեղեցիների ոչնչացումը։ Դրանով արդարացրեց այո մեր եկեղեցիների, մեր մշակութային կոթողների ոչնչացումը եւ նաեւ այն եկեղեցիների ոչնչացումը, որ դեռ սպասվում է, եւ նաեւ այն եկեղեցիների ոչնչացումը, ըստ որոնք կարող են ոչնչացվել իրենց ծրագրած այդ 300,000 ադրբեջանցիների մուտքով, չէ՞ որ ժամանակի ընթացքում, երբ որ 300,000 ադրբեջանցիներ Աստված մի արարցեգան Հայաստանի տարածք գրավեն մեր հողը, նրանք այստեղ էլ են նույն կերպ վարվելու մեր եկեղեցիների հետ, այստեղ էլ են նույն կերպ վարվելու մեր մշակութային կոթողների հետ, եւ Նիկոլ Փաշինյանը արդեն արդարացման հիմք է դնում այս գործողությունների համար։ Ես ելի եմ կրկնում, ոչ Աննա Հակոբյանը եւ ոչ Նիկոլ Փաշինյանը պարզապես հենց այնպես որևէ բառ չեն օգտագործում եւ նրանք ամեն մի բառի տակ հետին միտք ունեն եւ ցավոք սրտի այդ հետին միտքը մի քիչ ավելի ուշ է դուրս գալիս։ Իսկ ինչ մնում է կրթությունը նորաձև է շարժմանը, ես ուզում եմ սիրելի հայրենակիցներ ձեր ուշադրությունը դարձնել մի կարևոր երևույթի։ Հիշում եք նախորդ քառորյայում, երբ ես հարց բարձրացրեցի, թե
Ինչու, ինչ հիմքով, ինչպես է, որ Աննա Հակոբյանը կրթությունը նորաձև է շարժման շրջանակներում, Աննա Հակոբյան եւ Նիկոլ Փաշինյան բանախոսները գնում են այս կամ այն մարզեր իրենց, ով է ապահովում նրանց համար լսարան, ինչու է Աննա Հակոբյանը ապահովում անվտանգության այդ կանոններով, այդքան մեքենա ինչու է նրան ուղեկցում, չէ որ նա պաշտոնապես հայտարարված ամուսին չէ եւ դա պատահական ես չասեցի ես հիմա ուզում եմ ուղղակի ընթերցել օրենքի այն կետերը որոնց հիման վրա ես իմ հարցը ձևակերպեցի ուրեմն պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքի հոդված 6.1-ում հստակ ձևակերպված է որ վարչապետի պաշտոնավորման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամներին իսկ ընտանեկան օրենսդրության մեջ հստակ ձևակերպված է ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունը հիմա այսինքն վարչապետի հետ համատեղ ապրող ընտանիքի անդամ կինը համարվում է քաղաքացիական կացության ակտերում գրանցված ամուսնությունը բայց իրենց պոդքասթով, իրենց, չգիտեմ, ելույթներով, իրենց Facebook-յան ելույթներով, լայվերով են հայտարարել, որ ոչ եկեղեցով, ոչ քաղաքացիական կացության ակտերի գրանցումով իրենք ամուսիններ չեն, իրենք պետական գրանցված որևէ փաստաթուղթ իրենց ամուսնության մասին չունեն։ Հիմա հարցս տեղին չէր արդյոք, եթե իրենք հայտարարում են, որ իրենք այդ պետական գրանցված ամուսնություն չունեն, ապա օրենքի պահանջը ինչպես է շրջանցվում, ինչպես է կատարվել այս օրենքի պահանջը, որովհետև միայն օրենքի պահանջի պարագայում կարող էր անվտանգություն լինել։ Սա էր իմ հարցի բովանդակությունը եւ իրենք փորձեցին այս հարցը շրջանցել, ասելով, որ միայն դժբախտ կինը կարող է Աննա Հակոբյանի վերաբերյալ նման հարցեր տալ։ Այսինքն ես ինչ ասեցի, ես ասացի ըսկի պայմանապետակ պաշտոնապես գրանցված չեն։ Հիմա պաշտոնապես գրանցված չեն իրենց բառերներ։ Ես իմ կողմից ավելացրել եմ միայն ըսկի բառը։ Եթե ըսկին էր իրենց համար վիրաբերողը, թող ըսկին հանեն մյուսի համար պատասխանել։ Պաշտոնապես չգրանցված ամուսնության պարագայում ինչպես է օրենքի խախտումով անվտանգություն ապահովում ինչ որ անձի համար։ Իսկ ինչ մնում է կրթությունը նորաձև է արշավին, ես նաև նորից ուսումնասիրել եմ կրթության մասին օրենքը եւ շատ հետաքրքիր հարցադրումներ են ինձ մոտ առաջացել։ Նայեք, իրենց կրթությունը նորաձև է, շարժումը ձևակերպել են հետևյալ կերպ։ Շարժումը չի ձևավորում պետական գրանցման ենթակա կազմակերպություն։ Այսինքն ի սկզբանե իրենք ապահովել են իրենց ռազմավարության մեջ նշելով, որ չեն ենթադրում պետական գրանցվող կազմակերպություն, բայց այնուհանդերձ ռազմավարության միջից նորից մեջբերում շարժումը լրացնում է կրթության ոլորտում ՀՀ կառավարության անունից իրականացվող պետական քաղաքականությունը, այսինքն պետական գրանցում չենթադրող կազմակերպությունը ինքն իրեն իրավունք է տալիս լրացնելու կրթության ոլորտում պետական քաղաքականությունը։ Սա ինչքանով է նորմալ, սիրելի հայրենակիցներ, ինչ է նշանակում պետական գրանցում չենթադրող կազմակերպություն է, բայց ինքն իրեն իրավունք է վերապահում լրացնել պետական քաղաքականությունը կրթության ոլորտում։ Այսինքն ոնց տեղից վեր կացողը կարող է ասել ես չեմ գրանցում պետականորեն եւ ես ինձ իրավունք եմ վերապահում մտնել կրթօջախներ, մտնել մշակութային օջախներ, մտնել հանրության ցանկացած միջավայր, հանրության ցանկացած միջավայր եւ ինձ իրավունք եմ վերապահում կրթել եւ դեռ ավելին այդ մարդկանց ովքեր ներկա են նրանց անվանել տգիտության ճիրաններում գտնվողներ, որտեղ նրանք հայտարարում են շարժման նպատակը մարդկանց տգիտության ճիրաններից հանելն է։ Սա կրթության ոլորտում թույլատրելի արարք է արդյոք եւ բնականաբար ես հարց եմ ուղղում կրթության նախարարին, չէ՞ որ նույն կրթության մասին օրենքում հստակ ասվում է, որ այն կրթությունը, որը ոչ ֆորմալ ձևով է իրականացվում, պետք է անպայման գրանցված լինի ուսուցման ազգային ռեեստրում եւ ուսուցման ազգային ռեեստրում գրանցվելու համար
պետք է այդ կազմակերպությունը անցնի վկայագրման գործընթաց։ Հիմա այս շարժումը իրեն ազատում է այդ վկայագրման գործընթացից, այդ շարժումը իրեն ազատում է ուսուցման ազգային ռեեստրում գրանցվելու բոլոր պահանջները կատարելուց, բայց իրեն իրավունք է վերապահում լրացնել կրթության ոլորտում պետական քաղաքականությունը։ Ընկերներ, սա կրթության ոլորտի քանդում չէ, բա ինչ է, այսինքն ինչ է նշանակում, երկու անձ իրենք իրենցով որոշել են գնալ եւ կրթել հանրությանը։ Դե եթե այդ երկու անձը կարողանում են այդպես ինքնուրույն իրականացնել կրթություն ամբողջ հանրության համար, էլի ում են պետք նախարարությունները, էլ ինչի են այդ լիազոր մարմինները, թող այդ երկուսով ամեն ինչ անեն, ինչի ենք մենք պետական բյուջեից այդքան գումար ծախսում, սրանք հարցեր են, որոնց պատասխանները առայժմ դեռ կրթության նախարարությունից ես չեմ ստացել, բայց ես ասել եմ ու պնդում եմ, որ կրթությունը նորաձև է շարժման նպատակը, այս բառապաշարը դարձնելն է հանրային, բերելն է հանրության մակարդակի, այս բառապաշարով հանրության ներկայացուցիչների մոտ հանդես գալն է, որպեսզի հանրությունը սկսի օգտագործել այդ բառապաշարը, ինչու, որովհետև իրենց իրապես կրթված, իրապես հարգալից իրար հետ խոսացող հանրություն պետք չէ, իրենց պետք է դոգիզմը գնահատող հանրություն, որովհետև նման խավին ավելի հեշտ է կախվածության մեջ պահել, նման խավից վաղը մյուս օրը ավելի հեշտ է քվե ստանալ, եւ սա շատ ավելի լուրջ վտանգ է իրապես մեր երկրին սպառնում։ Այս իշխանությունը եկել է երկիրը քանդելու բոլոր ոլորտներում համատարած զուգահեռ այսպես հակապետական, հակազգային քաղաքականություն իրականացնելով, իսկ կրթությունը նորաձև է շարժումը այդ ամենի վկան է նաև։ Ես սիրելի հայրենակիցներ, խոսքիս ավարտում ես ուզում եմ խոսել նաև քաղաքացիներին տված իրենց խոստումների եւ այդ խոստումների կատարման մակարդակների մասին։ Նրանք խոստում են տվել, որ քաղաքացին պետք է լինի իրենց քաղաքականության ծրագրերի կենտրոնում։ Քաղաքացին, ով այսօր օրինակ Վանաձորցին, ով այսօր ապրում է Երևանյան խճուղի 98 շենքում, Վանաձորցին, ով ապրում է Գրիբայեդը 6 հասցեով շենքում, եւ այդ շենքերը այսօրվա վիճակով շատ ամեն օր փլուզման վտանգի առաջ կանգնած շենքեր են, եւ ես դիմել եմ նախարարությանը, դիմել եմ կառավարությանը հասկանալու համար, արդյոք իրենք տեղյակ են այդ շենքերի կայունության վիճակի մասին, արդյոք իրենք տեղյակ են այդ շենքերում ամեն օր վտանգ լինելու մասին, մարդկային կյանքի նկատմամբ վտանգ լինելու մասին, արդյոք իրենք տեղյակ են, որ այդ շենքերը ամեն օր կանգնած են փլուզման վտանգի առաջ, եւ ստացել եմ հետևյալ պատասխանը, սիրելի հայրենակիցներ, ես ուղղակի ուզում եմ մեջ բերել եւ դուք ինքներդ գնահատեք, թե ինչքան է քաղաքացին իրենց համար, իրենց ծրագրերի կենտրոնում հայտնված մարդ։ Նշված հասցեում Երևանյան խճուղի 90-ի մասին է խոսքը, հա, ուրեմն իրենք նշում են, որ սեյսմիկ խոցելիության մակարդակով այդ շենքի սեյսմիկ խոցելիության աստիճանը գնահատվում է անբավարար եւ օբյեկտի տարածքում մինչեւ 8 բալ երկրաշարժի պարագայում շենքը ենթակա է ամբողջական փլուզման։ Սա իրենց պատասխանն է։ Եվ ես երբ հարցնում եմ, չէ՞ որ ընդամենը այս տարվա մարտի 6-ին, այսինքն 2 ամիս առաջ Վանաձորում 6 բալանոց երկրաշարժ էր եւ այդ շենքի պատերից քարեր էին ընկնում այդ երկրաշարժի ժամանակ։ Հիմա ինչ կառավարություն սպասելու եք, որ 6 բալ չէ, 8 բալ լինի, շենքը փլուզվի եւ նոր մտածեք այդ շենքի բնակիչների մասին, այդ շենքի վերականգնման մասին, ինչ պատասխանեն ինձ, հա, կառավարություն։ Դե գիտեք, ասում եմ, այդ շենքի բնակիչները երկրաշարժից հետո են այնտեղ հաշվառվել, այնտեղ ապրում։ Իրենք երկրաշարժի ժամանակ բնակարանները կորցրած բնակիչներ չեն։ Շատ հետաքրքիր տրամաբանություն։ Այսինքն, եթե մարդը երկրաշարժից հետո է այնտեղ բնակվել,
Այդ նշանակում է ոչինչ, որ շենքը փլվի եւ ինքը մնա շենքի տակ։ Դասում դուք հասկանում եք ինչի մասին եք խոսում։ Մարդկային կյանքի մասին ենք խոսում, իսկ դուք ասում եք իրենք երբ են հաշվառվել, դա է, բայց չէ որ դուք խոստացել եք, որ ձեր ծրագրերը մարդակենտրոն են լինելու։ Ձեր ծրագրերի կենտրոնում լինելու է մարդու կյանքի որակի բարելավումը։ Այսինքն երկրաշարժ փլվելու վտանգի տակ շենքում բնակվելն է կյանքի որակի բարձրացում, շատ հետաքրքիր տրամաբանություն է, սա է սիրելի քաղաքացիներ, այս իշխանության վերաբերմունքը մեր քաղաքացիներին, իր խոստումներին հավատացող այն քաղաքացիներին, որոնք իրենց ձայն են տվել եւ որոնց ձայնի արդյունքում այսօր սրանք երկիրը տանում են քանդելու։ Իսկ ինչ վերաբերվում է Գրիբաեդը 6 հասցեին, նրանք այդ հասցեի վերաբերյալ մինչև օրս դեռ պատասխան չեն էլ տվել, որովհետեւ Գրիբաեդը 6 շենքի կարգավիճակը շատ ավելի ծանր է եւ սեյսմիկ խոցելիության մակարդակը այնտեղ անբավարար ասելը նույնիսկ շատ մեղմ բառ է, բայց իրենք այդ հարցի վերաբերյալ ոչինչ չեն պատասխանել եւ մյուս հարցը, որ ես կուզեի խոսել, սրանց ամեն օր թմկահարվող 300 դպրոց 500 մանկապարտեզի մասին է, ես իհարկե չեմ խոսում այն մասին, չեմ խոսելու այն մասին, որ այդ խոստումները չեն կատարվում, ես պարզապես մի հարց եմ բարձրացրել եւ որի պատասխանը նորից դեռ չեմ ստացել, թեկուզ իրենք խոստացան նաեւ ազգային ժողովի ամբիոնից, որ այդ հարցի լուծման մասին կմտածեն։ Խոսքս ՊՏՂ-ի համայնքի 4-րդ փողոցի բնակիչների մասին է, ովքեր իրենց բնակավայրի կենտրոն, կարող են գնալ, որպեսզի գնան դպրոց, բուժկետ, բնակության ղեկավար մարմինի կենտրոն, խանութ, որևէ կառույց, նրանք պետք է անցնեն 2 միջպետական խոշոր ճանապարհների տակ հայտնված կամուրջներով, որոնք ոչ մայթեր ունեն, ոչ անցումների գծանշումներ ունեն։ Պատկերացնում եք, դպրոցահասակ երեխան պետք է 2 խոշոր միջպետական ճանապարհների կամուրջների տակով անցնի առանց գծանշումների, առանց անցումների, առանց որևէ գոնե զգուշացում, այդ վահանակների եւ խոսում են դպրոցների կառուցման մասին։ Ում են պետք այդ կառուցված դպրոցները, եթե երեխաները դեպի այդ դպրոց գնալու ճանապարհ չունեն։ Այս մարդիկ խոստացել են արդեն մի քանի ամիս է, խոստացել են, որ այդ հարցի լուծումով կզբաղվեն, խոստացել են նախապես ասեմ, որ գոնե սկզբում իրենք կապահովեին այդ փողոց դեպի բնակավայրի կենտրոն տրանսպորտ օրվա մեջ մի քանի անգամ, որ բնակիչները հնարավորություն ունենան, երեխաները հնարավորություն ունենան գոնե դպրոցի ժամերին, այդ տրանսպորտը կաշխատեր եւ իրենք կգնային դպրոց, դպրոցից հետ կգային, բայց մինչև օրս քար լռություն եւ նույնիսկ զանգերից չեն պատասխանում այդ մարդիկ, որովհետեւ խոստում տալը իրենց համար շատ հեշտ է ստացվում, բայց խոստումների կատարումը իրենց համար ընդհանրապես չի ստացվում եւ բնականաբար իրենք չեն ուզում, որ որևէ հարցի խոստում կատարելու պատասխանատվության վերաբերյալ հարցին պատասխանեն։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, իսկ ինչ մնում է այս իշխանությունների խոստումների չկատարմանը, դուք վաղուց արդեն բոլորդ համոզվել եք, դուք վաղուց արդեն դրանց ապացույցների կարիքը չունեք եւ ես պարզապես ուզում եմ իմ խոսքը ավարտել նորից մայիս 28-ի խորհրդով։ Մայիս 28-ը մեր հաղթանակի օրն է, մեր առաջին հանրապետության ստեղծման օրն է եւ նաեւ մի կարեւոր խորհուրդ ունի, նա ավետում է այն մասին, որ միասնաբար մենք կարող ենք եւ իրավունք չունենք եւ պարտավոր ենք երկրի տարածքից դուրս մղել թե արտաքին եւ որ կարեւորն է ներքին թշնամուն եւ սկսել երկրի վերականգնման գործընթացը, որը շատ ծանր գործընթաց է, բայց մենք այլ տարբերակ չունենք, քան այդ անելու եւ համոզված եղեք, որ դա մենք միասին կարող ենք անել։ Շնորհակալություն։